Բարև ձեզ, ձեր էկրաններին Դիգնիսի փոդքասթն է։ Այս տաղավարում մենք զրուցում ենք կառուցապատման եւ դրան առնչվող տարբեր թեմաների մասին։ Մինչ ես կներկայացնեմ այսօրվա մեր հյուրին, դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա հաղորդումները։ Այսօրվա մեր հյուրը Team Construct ընկերության դիզայն բաժնի ղեկավար Սամվել Հովսեփյանն է։ Բարև ձեզ Սամվել, շնորհակալ եմ, որ մեր հյուրն եք այսօր։ Ողջույն Սոնա ջան, շնորհակալ եմ կրկին հրավերի համար, միշտ ուրախ եմ ձեր մոտ գալու, ձեր հետ շփվելու։ Սամվել, մենք արդեն հասցրել ենք մի անգամ զրուցել որոշ հարցերի շուրջ, այսօր արդեն դուք ներկայացնում եք Team Construct ընկերությունը։ Այո, Սոնա ջան, ճիշտ եք նշում, ես Team Construct ընկերության դիզայն բաժնի ղեկավարն եմ ու ներկայացնում եմ մի մեծ ընկերություն, որը որ չի սահմանափակվում միայն դիզայնով կամ ճարտարապետությամբ, այլ մենք աշխատում ենք շատ ավելի կոնցեպտուալ ու մեծ խնդիրների շուրջ, որոնցից մեկը նաև մարդկանց տների եւ այլ կոմերցիոն տարածքների դիզայն ու ճարտարապետությունը, ինչպես նաև այդ ամեն ինչի իրականացումը։ Բայց քանի որ մենք ընկերություն ենք, որը որ ունի շատ մեծ պատմություն, որը որ հենց Team Group-ի պատմությունն է, Team Telecom-ի պատմությունն է, իր մեջ ներառում է շատ մեծ կտոր ինժեներական, շատ մեծ կտոր ավելի պրոֆեսիոնալ մակարդակի եւ հայ-տեխ լուծումների, ու մենք փորձում ենք մեր այդ մեծ պատմությունը բերել առաջ եւ շատ ավելի մեծ զինանոցով ներկայանալ շուկային եւ լուծել մեր հաճախորդների խնդիրները։ Սամվել, ուզում եմ խոսենք մարդկանց պատկերացումներից։ Շատ գնորդներ բնակարան առանձնատուն ձեռք բերելիս տալիս են իրենց միգուցե նաև վերջին խնայողությունները ու դրանից հետո արդեն միակ բանը, որ մնում է, այդ հարկ ու վարկը վճարելն է։ Եվ այս ֆոնի վրա դիզայներական լուծումների համար գումար հատկացնելը շատերի համար կամ ավելորդ ծախս է թվում, որը իրեն չի կարող թույլ տալ հաճախորդը, կամ միշտ մտածում է, որ ամեն դեպքում սեփական ճաշակով կարող է այս ամենը իրականացնել, ինքնուրույն լուծումներ գտնել։ Ինչ կասեք։ Նայեք, իրականում խնդիրը հետևյալն է, որ այո, մարդիկ մտածում են, որ դա overprice է, այսինքն հավելյալ ծախս է դիզայներին, ճարտարապետին կամ վերանորոգումը ղեկավարողին գումար վճարել, բայց մենք մեծ շատ կարևոր բան ենք մոռանում, որ առօրյա մեր ամենամեծ ռեսուրսը, մեր ամենաթանկ ռեսուրսը դա ժամանակն է։ Ու ոչ բոլորս այդ ժամանակը ունենք, որը որ պատրաստ ենք 3 ամիս, 4 ամիս տրամադրենք, որպեսզի հետևենք վերանորոգման process-ին, որպեսզի անverջ այցելենք խանութներ եւ նայենք ինչ կա, ինչ տնենք, համադրենք ու բերեք ազնիվ լինենք, ոչ բոլորս ենք դիզայներ կամ ճարտարապետ, որ մտքում կարող ենք պատկերացնել երկու իրար հետ կապ չունեցող օրինակ սալիկ, ոնց են իրար հետ համադրվելու։ Ու հասկանում ես, որ այո, դա պետք է անել, որովհետեւ ունենք պրակտիկայում դեպքեր, երբ որ մարդիկ ասում են, գիտես ինչ կա, ես գնում եմ ինքնուրույն ճանապարհով ու իրանց վերանորոգումը ձգվում է։ Ձգվում է կրկնակի անգամ ավելի շատ ամենամինիմալ տարբերակներով։ Եվ մյուս կողմից պետք է հասկանանք հետևյալը, որ երբ որ դու ինքնուրույն ես ինչ-որ մի բան անում, դու սխալներ ես անում, ու այդ սխալներն ունեն գին։ Ու երբ որ վերանորոգման ավարտին դու հասկանում ես, որ գիտես ինչ կա, ես ամենամինիմալ պարզ բանն եմ ասում, մի քանի արկղ սալիկ ավել առա, մի բան կա ավել ներկա առա, կամ այստեղ ես մի բանը կարելի էր ավելի օպտիմալ անել, որ հասկանում ես, որ այն գումարը, որ դու վճարելու էիր, դա կորած չէր, դա overprice չէր, այլ դա մի բանի համար էր, որը որ հետագայում քեզ ծառայելու է։ Չէ՞ որ երբ որ մենք խոսում ենք ժամանակակից բրենդերից, հասարակ հագուստի բրենդից, մենք հասկանում ենք ինչի համար ենք մենք օրինակ վճարում ոչ թե $100, այլ $150։ Որտեղ ասում ենք, գիտես ինչ կա, դա կոմֆորտ է, դա հարմար է, որակով է եւ այլն։ Այդ դեպքում մենք պատրաստ ենք overprice-ի, բայց այն ինչը որ սաղ կյանքում մեր հետ է լինելու, դրա դեպքում մենք պատրաստ չենք տալ մի բան, որը որ մեզ հետագայում կոմֆորտ է տալու, ինձ թվում է այդ այդքան է ճիշտ մոտեցում չի։ Միանշանակ Հայաստանում ունենք այդ խնդիրը, որ ամեն դեպքում անձը չի կարողանում ընդունել, որ ամեն մարդ մի բանի մասնագետ կարող է լինել, եւ ճաշակը դա մասնագիտություն չէ, դա միգուցե խորհրդի տեսքով ընդունի մասնագետը եւ հաշվի առնի աշխատանքի ընթացքում, բայց ճաշակով կառավարել իսկապես ամբողջ կյանքի ընթացքում ծառայեցնող կամ գոնե երկարաժամկետ, համենայն դեպս վերանորոգումը հագուստ չի, որ օրինակ մի քանի անգամ գրեն։
եւ դերնետ են։ Իսկապես ունենք այդ խնդիրը։ Շատ կարեւոր է նաեւ այս ոլորտի գնային քաղաքականությունը, որքան էլ մենք խոսում ենք, որ հայերն են այդպես չեն ուզում ավել ծախսել, չնայած որ վերջում միևնույն է ավել են ծախսում, բայց ամեն դեպքում չեք կարծում, որ միգուցե նաև որոշ կազմակերպությունների կամ շուկայական թելադրված գներ են այս եզրակացությանը հանգեցրել հասարակությանը։ Իրականում արդյոք դիզայներական ծառայությունները հասանելի են միջին վիճակագրական աշխատավարձով ապրող մարդկանց, հատկապես վերոնշյալ հարցում նույնպես նշեցի հարկ ու վարկ վճարող մարդկանց։ Տպավորություն կա, որ դրանք կարող են իրենց թույլ տալ միայն միջինից բարձր աշխատավարձ ստացող մարդիկ։ Իրականում նայեք, երբ որ նայում ես նույն շուկան վերանորոգման առումով կամ նույն անշարժ գույքի շուկան, մենք ունենք նախագծեր սկսած անշարժ գույքի շուկայից, որոնք որ որոշակի սեգմենտների համար են նախատեսված։ Նույն ձև մենք ունենք վերանորոգման նյութեր, որոնք որ նախատեսած են որոշակի սեգմենտների համար։ Այսինքն մենք ունենք եւ հաճախորդներ, որոնք որ օրինակ այցելում են միջին եւ միջին կարգի խանութներ, ունենք հաճախորդներ, որ այցելում են ավելի բարձր կարգի խանութները եւ մարդիկ, որոնք որ առհասարակ հայկական շուկայից չեն ուզում օգտվել։ Այսինքն ամեն բան, այո, ինքը ունի իր հաճախորդը, բայց մենք պետք է հասկանանք հետեւյալը, որ օրինակ երբ որ դու ունես շեմ ու մարդ հասկանում է, որ այդ խնդիրը ունի, բայց այդ շեմի պատճառով չի կարող լուծի, դա շատ վատ երևույթ է։ Դրա համար մենք օրինակ փորձում ենք հնարավորինս մարդուն օգնել, մարդու խնդիրը լուծել։ Օրինակ, ձեր հետ աշխատելու արդյունքում մենք ինչ ունենք, որ հաճախորդին մենք կոնսուլտացիա ենք անում իր ապագա տան հատակագծի մասով։ Միգուցե մենակ այդքանը իրան հերիք է ու իր խնդիրը լուծի, որովհետև վերջնական հաշվարկով պատի գույն կամ հատակ կամ դրան տեսակը լուծվող է, բայց երբ որ դու հասկանում ես, որ քո բնակարանի մեջ դու ունես ոչ ֆունկցիոնալ տարածք, որ դու չես կարողանում ունենաս այն ինչ որ դու ուզում ես ու մեկ էլ արդեն պատրաստի ու վերանորոգված տանը քեզ գալիս է քո ծանոթը, քո ընկերը, քո մասնակցությունը, գիտես ինչ կա, բայց ախր sense բան կարա իր անել ու դու հասկանաս, որ դու էլ չես քանդի պատը։ Հա, 5 տարի հետո, 3 տարի հետո պատի գույնը կփոխես, որը որ կտևի մի օր ու չի տակնու վրա անի քո ամբողջ տունը, բայց պատ քանդելը, ռեկոնստրուկցիան, վերահատակագծում եւ այլն, դա մի նենց բան է, որ կամ դու անում ես սկզբից, կամ հետո դու ամբողջ քո գույքով, ընտանիքով ամեն ինչ դու ես գալի մի հատ նորից անում ես։ Դրա համար օրինակ եթե բազմաթիվ ընկերություններ մոտենում են A to Z գաղափարով, հա, դա շատ լավ բան է։ Իդեալական աշխարհը, երբ որ դու գալիս ես ասում ես հարգելի X ընկերություն, սա ձեզ բնակարանի բանալին, սա ձեզ իմ ցանկությունները, ինձ տվեք դիզայն նախագիծ, որը որ լավն է, ես կհաստատեմ, հետո էլ վերանորոգեք, վերջում մենք գումարը վճարենք, մտնենք ապրենք։ Դա իդեալական աշխարհն է, բայց իրականությունը մեկ այլն է։ Իրականությունը այն է, որ տարբեր մարդիկ ինչ որ մի մակարդակի են պատրաստ խնդրի լուծմանը գնալու։ Ու եթե դու իրանց ընդառաջ չես գնում, դու իրանց թողում ես մենակ իրանց խնդրի հետ։ Իսկ այս պահին մենք պատրաստ ենք մարդկանց օգնել իրանց խնդիրը լուծելու, որովհետև մի քիչ ալտրուիստական բան է ստացվում, բայց ավելի լավ է դու 10 հոգու օգնես 11-րդից, այսպես ասած գումար աշխատես, բայց դու իմանաս, որ շուկայում դու բան ես փոխել։ Մարդկանց խնդիր ես փոխում լուծել։ Այ հաջորդ հարցը հենց դրա մասին է, Սամվել, բավական մեծ փորձ ունես շուկայում եւ հետաքրքիր է կարծիքդ, որոնք են այսօրվա շուկայի ամենամեծ խնդիրները։ Ամենամեծ խնդիրը այն է, որ դու հաճախորդին տալիս ես մի հատ փայլուն մի բան, որը որ ինքը նայում է իրան դուր է գալի, որովհետև նման տիպ փայլուն մի բան ինքը տեսել է գլանցովի կատալոգներում կամ Pinterest-ում կամ ինչ որ մի հատ կինոյի կամ սերիալի մեջ, ինքը դա հավանում է դրանով վառվում է։ Հետո գալիս է մի պահ հասկանում է, որ չգիտեմ, այդ կլոր մեծ մասիվնի աթոռը, որ դու դրել ես, սուր մեջքով, անհարմար է նստելու համար, հերիք չի, բայց հələ միջև նստել հասնելը դրա ռեալիզացիան, դրա գտնելը, դրա գինը, այդ ամեն ինչ, դու հասկանում ես, որ մարդու խնդիրը լուծելու մարդու համար խնդիր է ստեղծել։ Ու
բոլոր ընկերությունները իհարկե թողներեն ինձ է սրա համար, բայց իրան գնում են դեպի նրան, որ ստանան աշխատանք, որը որ իրան կարան ցույց տան։ Այլ որ այո, որ սոցիալներում երևա, կայքում երևա, ես չգիտեմ, ունենամ թույն կոնցեպտ, թույն բան, որ ասեմ, գիտեք ինչ կա, ես փախած դիզայն եմ արել, օգտագործել եմ աֆրիկյան, աֆրիկյան ինչ որ մի հատ ծառատեսակի արմատի փայտը աթոռի ոտքի վրա, օքեյ, դու լավ բան ես անում, բայց արդյոք դրանով դու մարդու համար հավելյալ խնդիր չես ստեղծում։ Ունես ցանկություն տես բան անելու, խնդիր չկա։ Մի ափսոսա քո ռեսուրսը ու քո ժամանակը, այդ մի քանի, չգիտեմ, դրամի հետևից մի ինգի ու ասա գիտես ինչ կա, ես մի հատ թույն կոնցեպտ եմ ուզում սարքեմ, որով ես կներկայանամ, բայց միաժամանակ այդ կոնցեպտը մի փաթաթի հաճախորդի վրա։ Դրա համար հիմա հաճախորդները վախենում են դիմել դիզայն ընկերություններին, որովհետև իրանց թվում է, ասում է, եթե ես վերանորոգումը անելու եմ պայմանական ասած քառակուսի մետր X գումարով, եթե ես դիմեմ դիզայների, դիզայները նենց անել, որ 2X-ով անեմ, որովհետև իրանք բացում են դիզայներական ընկերությունների էջերը ու տեսնում են ինտերիերներ, որտեղ որ օգտագործած են նենց դետալներ, որ բոլորը հասկանում են, որ դա թանկ է։ Չկա շուկայում ուղղակի։ Անգամ եթե կա, իրանք հասկանում են, որ դա թանկ է, ու հասկանում են, որ այդ թանկությունը բերելու են նրան, որ իրանք մտնելու են իրանց տուն ու իրանց գան մի հատ թանգարանում կամ ինչ-որ մի հատ թանկ ռեստորանում, որտեղ որ վախենաց մի քիչ սենց շարժվես, էլի, հա, մի հատ ռուսական շատ լավ ֆիլմ կա, «О чем говорят мужчины», երկրորդն է, եթե չեմ սխալվում, որտեղ որ նկարագրում է իր էմոցիաները, երբ որ ինքը գնաց ինչ-որ մի հատ ռեստորան ու իրան ասեցին մի հատ ուտելիքի ամ, որ ինքը չգիտի, ասում է, վայ, որ ես հարցնեմ, բոլորին վրա կծիծաղան։ Հիմա ստանում են ինտերիերներ, որտեղ որ դու քեզ այտենց դիսկոմֆորտ ես զգում։ Ստացեք հասարակ ինտերիերներ, ստացեք լուծումներ, ստացեք ճիշտ էրգոնոմիկա, ճիշտ հատակագծում, կոմֆորտ, որտեղ որ մարդ հանգստանալու է, որտեղ մարդ սաղ կյանք աշխատում է, որ ունենա իր հանգստանալու համար այդ անկյունը։ Տվեք իրան կոմֆորտ, այլ ոչ թե այդ փշերի վրա զգացողությունը։ Սամվել հաճախորդները շատ տարբեր կարող են լինել, բայց հիմնականում երկու մեծ խմբի են բաժանվում։ Մի մասը հստակ գիտի, թե ինչ է ուզում, հանդես է գալիս իր առաջադրանքով, մյուս մասն էլ դեռ չկողմնորոշված, ցանկացած խնդիր դիզայների վրա թողած դասին է պատկանում։ Իրականում որ խմբի հետ է ավելի հեշտ աշխատել։ Նայեք, մնացած բախ կա, որ իրականում ոչ մի հաճախորդի հետ դժվար չի աշխատել։ Բացարձակապես։ Ամենաչկողմնորոշվածից միջև ամենակողմնորոշված, իրանց հետ դժվար չի։ Ուղղակի դու իրանց պետքա սովորես լսել։ Պետքա լսես։ Երբ որ դու մարդկանց լսում ես, շատ դեպքերում պարզվում է, որ այդ կողմնորոշվածը ամենաչկողմնորոշվածն է ու չկողմնորոշվածն էլ ամենակողմնորոշվածն է։ Ուղղակի դու մարդկանց պետքա լսես։ Եվ սա միայն ձեր ոլորտին չի վերաբերում։ Այո, ու ոչ թե դու փորձես իրան լուծումներից կոպիտը հնչում այդ լուծումներ փաթաթես իր վրա, այլ լսես ու իրան հայտնես քո կարծիքը, որը որ ինքը կփորձի կողմնորոշվել։ Երբ որ հաճախորդը հասկանա, որ դու իր կողքն ես ու իրան օգնում ես կողմնորոշվել, այլ ոչ թե իրան դասանի դասղեկի պես նկատողություն ես անում ու ուղղորդում, ինքը հանգստանում է ու ինքը սկսում է քեզ վստահել։ Չկա հաճախորդ, որի հետ աշխատելը բարդ է, չկա հաճախորդ, որի հետ չուզենամ ես աշխատեմ կամ մեր ընկերությունը չուզենա աշխատի։ Շատ լավ, բայց սպասարկման ցանկացած ոլորտում կա այս արտահայտությունը, հաճախորդը միշտ ճիշտ է։ Ինչպես գալ համաձայնության հաճախորդի հետ, եթե աշխատանքի ընթացքում դա բնականաբար պատահում է, խնդիրներ են առաջանում, ինչպես այդ ճիշտ լինելու փաստը պրոյեկտել այս իրավիճակին։ Երբեք ցույց չտաս, որ դու ճիշտ ես, ինքը սխալ։ Անկեղծ։ Դու պետքա փորձես իրան իր արգումենտներով բերես քո դաշտ։ Այսինքն, ինքս խառը բան ասացի, բայց միտքը բացատրեմ։ Ջյուդոյի մեջ քեզ սովորացնում են մի բան, օգտագործի քո հակառակորդի ծանրությունը իրան գցելու համար, այլ ոչ թե քո ուժը։ Նույնը ստե է, դու հաճախորդի հետ երբ որ խոսում ես, դու պետք է իրան
նենց անես, որ ինքը իրան սկսի հակասել ու ինքը իրան բերի այն կետին, որ ճիշտ է։ Բայց նաև ասեմ, որ երբ որ դու փշերը քո վրա թողում ես, ասում ես՝ մի րոպե, արի համարենք, ես ոչ ման չգիտեմ, հաճախորդը ամեն ինչ գիտի։ Ու իրան սկսում ես լսել ու ընկալել նորովի այդ ինֆորմացիան, դու հասկանում ես, որ այդ մարդը ինչ է ասում, ինչ է ուզում։ Չէ՞ որ երբ որ դու գնում ես որևիցե մասնագետի մոտ, դու խնդիրը քո բառերով ես ներկայացնում։ Ոչ տերմիններով։ Այո, ու միգուցե սխալ, որովհետև դու միգուցե ինչ-որ տերմիններ ես լսել, փորձում ես օգտագործես։ Երբ որ քեզ ասեն, գիտես ինչ կա, չէ՞ ի՞նչ ես ասում, տես բան չկա, դու փակվում ես, բայց երբ որ փորձում են, դու ինչ պետք է հնարավոր է հաճախորդին բացես, որ ինքը քեզ վստահի։ Երբ որ հաճախորդը վստահում է, ցանկացած դեպքում ինքը քեզ լսելու է։ Աշխարհի ամենաբարդ հաճախորդը, որ ես ունեցել եմ, իմ համար էլի դեռ անցած դա թորական հայկական ընտանիք, որտեղ որ կա ընտանիքի հայր, կա տղա, նոր ամուսնացած։ Որ պահին ես խոսակցության ներկա չեմ եղել, հայր եւ որդի սուսերով բան են բարել։ Որ պահին ես խառնվել եմ խոսակցության, դա եղել է հանդարտություն։ Դա ոչ թե նրանից է, որ ես կայացել եմ այդ բանին ճիշտն ասեմ, այլ չէ, այդ մարդկանց հետ ստեղծել եմ մի հատ հանգիստ կոմֆորտ միջավայր, որտեղ որ իրանք չեն լարվել արդեն այդ խոսակցությունից։ Ու սկսել են իրար լսել։ Հաճախորդը ամենալավ երևույթն է, որի համար արժի աշխատել ցանկացած ոլորտում։ Սամվել, կարծում եմ մեր զրույցի ընթացքում արդեն ավելի քան պարզ էր, որ ամեն դեպքում ճիշտ է մասնագետին, ոչ միայն մասնագետին ընտրել, այլ նաև ճիշտ մասնագետին ընտրելը, բայց ամեն դեպքում եկեք գոնե մոտավոր ներկայացնենք գնային քաղաքականություն, որպեսզի մեզ դիտորդները հասկանան, որքանով են նրանք թիրախ հանդիսանում։ Նայեք, գնային քաղաքականության մասին խոսալը մի քիչ այսպես ասած սխալ է։ Սխալը ոչ թե նրա համար, որ մենք այն մոտեցում ունենք, որ հասկանանք հաճախորդը, եթե օրինակի համար կենտրոնատուն առեթանք ասենք, չգիտեմ, արվարձան մասեժան ասենք, չէ։ Ինչի է սխալ, որովհետև երբ որ դու գնում ես ֆիքսված, ասենք ասեմ, աշխատանքը գնահատվում է ֆիքսված թիվ անգամ քառակուսի մետր, որ իր մեջ ներառում է բազում ծառայություններ, բայց գրեթե 99.9% դեպքերում երբևէ այդ ֆիքսված թիվը չի աշխատում, որովհետև երբ որ դու հաճախորդի հետ խոսում ես, թեկուզ այդ առաջին այդ ոչ մի բանի չպարտավորեցնող խոսակցության ժամանակ, նամակագրության ժամանակ, զանգի ժամանակ, դու հասկանում ես այդ մարդուն ու այդ քո փաթեթի մեջից առաջարկում ես իրան այն ինչ որ իրան իրոք պետք է, ու ըստ դրա փորձում ես ադապտացնես գինը գալով մի հատ կետի, որտեղ որ իրան կոմֆորտ է։ Նայեք, մի հատ sense օրինակ ասեմ, ամբողջ աշխարհը գիտի, որ եթե ինքը գնա IKEA, ինքը ստանալու է իրան հասանելի ապրանք, իր խնդրի լուծում ու որակ։ Մենք փորձում ենք առաջնորդվել այդ դրանով։ Այսինքն փորձում ենք մարդկանց բերել մի հատ կետի, որ ոչ թե իրանք լսեն ինչ-որ գին, որից որ իրանք վախենան, հետո փորձեն դրան դեմ պայքարել, այլ որ չգանք մի հատ կետի, որտեղ որ անգամ այդ լսվող գինը իր համար կոմֆորտ է։ Հա, լիքը ընկերություններ կան, որոնք որ զանգում ես, ասում են, ժողովուրդ, էս է մեր գինը։ Մենք փորձել ենք այդ ճանապարհով գնալ։ Շատ լավ ստացվում է։ Կոմերցիայի տեսանկյունից, բիզնեսի տեսանկյունից իդեալական է, բայց այսպես ասած հետք թողելու տեսանկյունից այդքան է ճիշտ չի։ Դրա համար մենք ամեն մի հաճախորդի փորձում ենք այդ առումով աշխատել ինդիվիդուալ, դրա համար չեմ կարես կոնկրետ քին հիմա ասեմ։ Եվ վերջում, եթե փորձենք կետերով առանձնացնել, հա, որոնք են այն կարևոր կետերը, որոնց նայելով կարելի է տարբերակել սա մասնագետի ձեռքի տակով անցած նախագիծ է եւ ոչ։ Արդեն վերանորոգված օրինակ։ Մի հատ արտահայտություն, որ լավ ինդիկացիա է, այդ լակմուսի թերթիկա, որ ցույց է տալուց ես ճիշտ ու ոչ այդքան էլ ճիշտ դիզայն նախագիծը։ Երբ որ ձեր հարցին գալիս է արգումենտ, որ այսպես սիրուն է։
Այդ ամենավատ արտահայտությունը, որը դուք կարող լսեք։ Եթե նախագծողը, չեմ ասում դիզայները, եթե դիզայն ընկերությունը, եթե ինտերիեր, էքստերիեր դիզայնով զբաղվող ընկերություն, ճարտարապետական ընկերությունը բերում է արգումենտ, այսպես սիրունը, այսպես համադրվողը եւ այլն, այո, նշանակում է, որ իր տակ լիքը բաներ կա, որ չկա դրած ուղղակի միակ արգումենտ այդ սիրունը։ Բայց երբ որ քեզ ասում են, գիտես ինչ կա, սա էրգոնոմիկ ճիշտ է, քեզ սցենարը ներկայացնում, որի ժամանակ դու առօրյայում կոմֆորտ ես զգալու, դու հասկանում ես, որ մարդիկ այսպես ասած մտել են քո կաշվի մեջ, հասկացել են դու ինչ ես անում, ոնց ես ապրում, ոնց է քեզ կոմֆորտ ու քո խնդիրը լուծել են, այլ ոչ թե քեզ բերել են մի հատ սիրուն փայլուն մի բան, ու ասում են սա լավն է վերցրու։ Շնորհակալ եմ հետաքրքիր զրույցի համար եւ ուրախ եմ մեր նոր համագործակցության համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ այսօրվա մեր հյուրը Team Construct ընկերության դիզայնի բաժնի ղեկավար Սամվել Հովսեփյանն էր։ Վարսահարդարման եւ դիմահարդարման համար շնորհակալություն եմ հայտնում Քրիստինե Հովանիսյանին։ Իսկ դուք մի մոռացեք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին եւ սեղմել զանգի կոճակը։ Դիգնիսին աշխատում է, որ դուք լինեք տեղեկացված։